հիմա երբ արդեն լսեցինք նախորդ տարվա ձեռքբերումների մասին մեր բանախոսների գնահատականը, նաև հաջորդ տարվա անելիքներին որոշ չափով անդրադարձ կատարվեց, ուզում եմ հարց ուղղել պարոն վարչապետին, ինչպես եք պատկերացնում համագործակցությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, Եվրամիության հետ եւ շահագրգիռ այլ պետությունների հետ խաղաղության խաչմերուկի, TRIP-ի եւ ԵՄ-ի Սևծովյան ռազմավարության ավելի լայն համատեքստում, պարոն վարչապետ։ Կարծում եմ Միացյալ Նահանգների հետ համագործակցության շրջանակը մեծ հաշվով այսօրվա փաստաթղթում ընդգծված է։ Իհարկե մենք արդեն համատեղ գործունեություն կծավալենք TRIP ընկերության շրջանակում կառավարելու համար միջազգային եւ տարածաշրջանային երկաթուղային հոսքերը, ավտոմոբիլային, բեռնափոխադրումների, ուղևորափոխադրումների, նաեւ ակնհայտորեն այդտեղ կլինեն գազամուղեր կամ գազամուղ երևի կամ գազամուղեր, նավթամուղ, էլեկտրաէներգիայի տարանցման, արտահանման ոլորտում կլինի համագործակցություն, բայց գիտեք, շատ կարևոր է արձանագրել, որ նախ ես ուզում եմ մենք ընդհանուր առմամբ արձանագրենք, թե ինչ է տեղի ունեցել մեր տարածաշրջանի հետ եւ մասնավորապես Հայաստանի Հանրապետության հետ այս ամենի համատեքստում։ Ըստ էության մենք, եթե կարելի է այդպես ասել, աշխարհի ծայրամասում գտնվող երկրից վեր ենք կացվում աշխարհի բավականին ակտիվ տեղում գտնվող երկրի եւ սրանով շատ բան ասված է։ Իդեպ շատ հետաքրքիր է տնտեսության եւ բիզնեսի վերաբերմունքը եւ արձագանքը այս ամեն ինչին։ Ես օրինակ շատ հետաքրքիր բան ա տեղի ունեցել երեք պետական կարճաժամկետ պարտատոմսերի թողարկում ա տեղի ունեցել, այսինքն դա միշտ պլանավորված ամեն տարի տեղի ունեցող իրադարձություն է եւ երեք Հայաստանի պարտատոմսերի տոկոսը ավելի քան 1.5%-ից ավելի նվազել է, այսինքն Հայաստանի Հանրապետության պարտատոմսերի եկամտաբերությունը նվազել է, այսինքն նրանք ովքեր ձեռք են բերում, պակաս եկամտաբերությամբ են ձեռք բերում, այսինքն Հայաստանի եկամուտները ավելանում են այդտեղ կամ խնայված գումարները եւ պահանջարկը 3 անգամ ավելի է եղել, այսինքն մենք պլանավորած ենք եղել 50 միլիարդի թողարկում իրականացնենք, բայց շուկան ակնկալել է 165 միլիարդի հայտ ա եղել ներկայացված, դրա արդյունքում է, որ տոկոսները նվազել են եւ շատ կարեւոր է մենք մեծ ծավալի օտարերկրյա ներդրողներ ունենք, որոնք ձեռք են բերում դրամով, սա շատ կարևոր է, դրամով Հայաստանի Հանրապետության պետական կարճաժամկետ պարտատոմսեր։ Այսինքն տնտեսական միջազգային միջավայրն են շատ արագ արձագանքում է այս տեղի ունեցող քաղաքական եւ տարածաշրջանային փոփոխություններին եւ այստեղ համագործակցության նոր եզրեր են բացվում Միացյալ Նահանգների հետ ասցի Եվրամիության հետ կապված ես կարծում եմ որ մենք սահմանային անցակետերի ուղղությամբ արդիականացման կամ ստեղծման ուղղությամբ համագործակցելու մեծ դաշտ ունենք։ Հիմա օրինակ Հայաստանը իրան սահմանին մաքսային եւ սահմանային անցակետ է մեծ ժամանակակից կառուցվում Հայաստան-Եվրամիության համագործակցության շրջանակում։ Հիմա գիտեք, այնուամենայնիվ իրադրությունը ես չեմ ուզում որ առաջ անցնեմ, բայց ակնհայտ է որ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում իրադարձություններ են տեղի ունենալու։ Ակնհայտ է, ես գիտեք ինչ, որ դանդաղ են գործում, նաև Հայաստանի կառավարության համար եմ ասում, ի՞նչն է պատճառը, որ մենք այդպես միշտ հոռետեսության կանխավարկածով ենք լինում, ասում ենք դե թող հլը տեսնենք լինում է, չի լինում, դե երբ որ կլինի դրանից հետո արդեն կսկսենք նախապատրաստվել։ Ես կարծում եմ մի քիչ մենք այս վերաբերմունքն էլ պիտի փոխենք եւ Եվրամիության հետ, օրինակ Հայաստան-Թուրքիա սահմանին ակնհայտորեն կամուրջներ պետքա կառուցվեն, առնվազն մարգարայում կամուրջ
պետքա կառուցվի, Ախուրիկում կամուրջ պետքա կառուցվի, Ախուրիկում ակնհայտ է, որ մաքսային եւ սահմանային տերմինալներ պետքա կառուցվեն, Երասխում մաքսային եւ սահմանային տերմինալներ պետքա կառուցվեն։ Իհարկե նաեւ ես գիտեք կանխատեսում եմ, որ հավանականությունը մեծ է, որ նաև Իջևան Ղազախ հատվածում մենք կարող ենք ունենալ որոշակի զարգացումներ, նաև հարավային հատվածում մենք ունենք որոշակի զարգացումներ։ Իհարկե մենք պետք է հասկանանք նաև հետագա աշխատանքում, որտեղ ենք աշխատում տրիպի հետ եւ որտեղ ենք աշխատում այլ գործընկերների հետ։ Հայաստան-Թուրքիա սահմանին նույնպես մեծ հավանականությամբ մենք էլեկտրահաղորդման գծերի բանկ ունենանք եւ ոչ միայն էլեկտրահաղորդման գծերի վերազինման, որտեղ խորհրդային միության ժամանակներից ինչ որ բաներ մնացել են եւ մենք արդեն մասնավոր հատվածից այդ ազդակները ստանում ենք։ Մասնավոր հատվածը մեզ արդեն ասում է, մենք ուզում ենք արդեն էլեկտրոէներգիայի մասին կարող ենք մտածել Հայաստան-Թուրքիա եւ Թուրքիա-Հայաստան։ Այդ ուղղություններով կարող ենք մտածել։ Մենք ասում ենք, որ այո, կարող եք մտածել։ Ինչու ենք ասում, որովհետեւ գիտեք, մեր բանակցային այն սենյակում, որտեղ ես խոսում եմ նախագահ Էրդողանի հետ, այդտեղ այդ մակարդակում հարցերը պատկերացումները առնվազն այն տեսանելի ապագայի համար, որը այսօր խելամիտ է այդ ժամանակահատվածով դիտարկել, այդ հարցերը լուծված են եւ լուծվում են եւ շատ կարեւոր է, որ այս իրադարձությունները տեղի ունենան։